Բարև բոլորին, այսօր մեր տաղավարում ենք նորից կրկին և բամբասանքի խորոված պոդկաստի շրջանակներում այսօր հրավիրել ենք Բյուզանտ Մկրչյանին, փորձագետ, ով Scale-up խորհրդատվական ընկերության հիմնադիր է, կարծում եմ հետաքրքիր զրույց կստացվի, որովհետև այսօրվա նոր տենդենսները, որ աշխարհում են, ինչպիսի ազդեցություն պետք է ունենան մեր ոլորտի, ռեստորանային ոլորտի վրա։ Եվ բարև ձեզ Բյուզանտ ջան։ Բարև Կարեն ջան։ Կասես օրինակ քո համար ռեստորանային բիզնես որպես վերլուծաբան։ Ռեստորանային բիզնեսում որն է կարևոր, ուժեղ թիմը թե ուժեղ մենյու։ Իրականում այս հարցը իրար ամփոփչացնող հարց է, եթե թիմը չլինի, աշխարհի ամենաուժեղ մենյուն էլ որ բերես, եթե մարդը ժպտալով չի գալիս, այդ մենյուն թույն է դառնում։ Ավելի լավ է թիմը ժպտալով գա, քան մենյուն ամենաուժեղը լինի։ Դու գիտես, որ ռեստորանը ինքը իրանով էմոցիա է, այսինքն մարդը ավելի զգացմունքային, էմոցիոնալ բան է ստանում, հա, քան որ ինքը ուտելու տեղը։ Այդ կապը հյուրի եւ նույն մենյուի, նույն թիմի հետ ինչպես կարելի է կապել, որովհետեւ արդեն տենդենսները գնում են QR-ով, ասենք մենյու են սարքում, հաշվի առնելով, չգիտեմ, այսօրվա նորարարությունները։ Արդյոք դա հետագայում զարգանալու է, թե ճիշտ է օրինակ թղթային մենյուն։ Իրականում ինչն է նրա օգուտը եւ վնասը եւ ինչն է սրա օգուտը եւ վնասը։ Իրականում քո հարցի մեջ արդեն երկուսին էլ պատասխանը կար։ QR մենյու ունենալը այսօրվա արդիականության առաջին քայլն է, երևի, որը որ աշխարհում արդեն տարածված է, այսինքն Հայաստանում հիմա նոր է հասնում, կարող է այս վերջին 2 տարին ավելի արագ զարգանում, բայց աշխարհում արդեն QR մենյուն օգտագործվում է, ինքը լավ բան է, հարմարավետություն ստեղծելու հաճախորդին, մանավանդ այն դեպքում, եթե բիզնեսի տեսակը թույլ է տալիս, որ QR մենյուով ավելի հեշտ պատվիրեն մարդիկ, բայց երկրորդ այն սկզբի ասածից մեջ էմոցիոնալ կապի կտրվածություն է ստեղծում։ Այսինքն մարդը ուզում է զգա թուղթը զգա մենյու։ Միայն թուղթը չի, նաև այդ մատուցողի եւ իր հարաբերությունը, այնտեղ արդեն QR մենյուի դեպքում դու չես կարողանալու այդ ամեն ինչը զգաս, երբ որ մատուցողը քեզ է վաճառում, ասած, այդ շփումը գտնվում է արդեն այդ QR մենյուի ընթացքում, բայց նորարարական քայլ է, որը որ պետք է բոլոր ռեստորաններն էլ մտնեն այդ քայլին, քանի որ արդեն աշխարհը գնում է այնտեղ ու իրականում ուշ թե շուտ մենք էլ ենք հասնելու այդ օրին, որ բոլորն էլ QR մենյու հաշվի առնելով նաև թուղթի այդ բանը էկոլոգիապես այդ ամեն ինչը, բայց մյուս կողմից տպագրական ծախսերը մի անգամ անում ես այդ QR մենյուի ծախսը, ամբողջ կյանքդ այդ մենյուն update ես անում, բայց էմոցիոնալ կապը ռեստորանի մատուցողին եւ արդեն հաճախորդին այդտեղ արդեն սկսում է կչանալ ու այսինքն կարելի է տարանջատել, ես ոնց հասկանում եմ, քո առաջարկը դա է, ու ես էլ եմ կարծում, որ լինելու են ռեստորաններ, որը որ իրականում պետք է այդ էմոցիոնալ կապը պահպանել, հա, այսինքն մենյու լինի, բայց կան, ասենք արագ սննդի կետեր կարող է լինեն, կարող է այդպես տարբեր տեսակի ռեստորաններ լինեն, որոնք QR կոդը ավելի ակտուալ։ Ես իրականում QR այդ մենյուները միշտ տեսնում եմ ավելի այն ռեստորանների մեջ, որտեղ որ քնային բանով սեգմենտով չեմ ուզում իրենց բաժանեմ, բայց ես ավելի տեսնում եմ այնտեղ, որ դու գնում ես բանի վրա, cash desk-ի վրա պատվիրում ես քո բանը, փոխանակ հերթ կանգնես, կգնաս կնստես քո սեղանը ու սեղանից կպատվիրես QR մենյուով ու կմոտեցնեն քեզ։ Այսինքն այնտեղ արդեն հետաքրքիր է դառնում QR մենյուի ներդրումը, քանի որ հերթեր է գրճատում նաև, այսինքն ամեն ինչ որ ներդրում ես տեխնոլոգիապես նորություն, պետք է ինչ որ խնդիր լուծի, ոչ թե պետք է լինի, քանի որ նորություն է։ Ինքը պետք է ինչ որ մարդու խնդիր լուծի, դրա համար ինքը հարմարավետություն կստեղծի այդ մարդը, որ գալիս է կոմոդ։ Այսինքն նաև արագության իմաստով հարմարավետության մարդը եկել է չուզում հերթ կանգնի, երբ որ դու ունես պետք է ստիպված ինքը հերթում կանգնի որ վճարի, չէ, կնախընտրի գնալ սեղանում նստի, ինքը QR մենյուով պատվիրի, բայց չի նշանակում որ պետք է ամեն մարդ QR մենյու տնի, քանի որ կա ռեստորաններ, օրինակ ոնց որ քո նույն ռեստորանները մարդիկ սիրում են այնտեղ գալ մատուցողին հետ խոսալ, հարցնել ինչա պետք է այնտեղ, ինչա ուզում ստանա,
այս ճաշի մեջ ինչ կա, այդ ամեն ինչ այդ էմոցիոնալ կապ է ստեղծում այդ ճաշատեսակի հետ, քանի որ ինքը տրադիցիոնալ չի, օրինակ ռեստորանը որ օքեյ հայկական է, բայց ինքը ոչ տրադիցիոնալ հայկական է, դա պետք է մարդը հասկանա, չէ՞, ինչ ա ուտում, այդ մատուցողի այդ կապը շատ մեծ աստեցություն է տալիս։ Հիմա կան շատ հայտնի ծրագրեր task management-ի հետ կապված, որը որ ավելի արդյունավետ է սարքում աշխատանքը, թիմի աշխատանքը։ Դու ոնց ես տեսնում, դա դառնում է ինչ-որ մեխանիզմ, որը որ մարդը ավելի քիչ է ու էմոցիոնալ է վերաբերվում այդ ամեն ինչին, թե ճիշտ է, որն է ճիշտ։ Task management-ով այդ ծրագրերով աշխատելը եւ ինչ է տալի դա։ Իրականում task management-ի ծրագրերը իմ համար են դիետա բահելու ծրագրերին նման։ Սկսում ես 7 օր, հետո կանգնում ես օգտագործելուց։ Հա, իրականում IT ոլորտում ինքը շատ է տարածված, քանի որ IT ոլորտում շատ տարբեր մարդիկ նույն product-ի վրա են աշխատում, բայց այլ ոլորտներում դեռ ինքը այդքան օգտագործված չի։ Բայց ես միշտ համաձայն եմ այդ task management գործիքները օգտագործելու, այն իմաստով որ այդ chat-երը, բաները ինքը նաև ինֆորմացիայի կորելու պատճառ են դառնում, այդտեղ ինֆորմացիա չի կորում, այդտեղ հստակություն կա, այդտեղ թափանցիկություն կա, այդտեղ հստակ դեդլայններ կան։ Այդ ամեն ինչի վրա ավելի հեշտ է աշխատել։ Հնարավոր է, ասենք, ինչ որ ոսկե միջին անել եւ օգտագործել են հիմնովին բաները, այն ինչ որ տալիս է task management-ը եւ օգտագործել նաեւ Կարեն այսօր մի բանից մյուսը անցնելը շատ բարդ է։ Այդ մի անգամից չես կարող անցնես։ Մանավանդ բայց կյանքը ցույց է տալու, որ տեխնոլոգիաները զարգանում են ու մարդիկ ավելի շատ գնում են տեխնոլոգիաներին, քան գործելը կարևոր է, հաստատ կարևոր է ու ընթացքում պետք է քիչ մարդիկ նաև դրան վարժ լինեն, որովհետև այդ ավելի թափանցիկ է ամեն ինչ դարձնում ու ավելի հեշտ է աշխատել իրանով։ Եթե դրսի շուկաները տեսնես, մեծ մասը շուկաներին արդեն ֆիրմաների մեծ, իրենք օգտագործում են արդեն այդ գործիքները, որովհետև շատ ավելի հեշտ է թիմեր կառավարել, արդյունավետ է, հեշտ է, թափանցիկ է։ Օրինակ տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են։ Ոնց ես տեսնում, օրինակ ռեստորանային ոլորտում այդ տեխնոլոգիաները ինչքանով կընդգրկվեն, ինչքանով կմտնեն ռեստորանային բիզնես եւ կա օրինակ վտանգ, որ ռեստորանը կկորցնի իր դեմքը։ Իրականում ես չեմ կարծում, որ ռեստորանային ոլորտը կգործնի իր դեմքը, բայց տեխնոլոգիաները օգտագործելը ռեստորանային ոլորտում արդեն ինքը այժմեական թեմա է։ Այսինքն եթե դու չես օգտագործում, դուրս ես մնում այդ ամեն նորարարությունից, ու այսօրվա երիտասարդությունը, որը գնում է ռեստորան, ինքը ուզում է հարմարավետություն, ինքը ուզում է հեշտ հասնի ամեն ինչի, ու ինքը ուզում է մաքսիմալ digital լինի ամեն ինչ, ու digital-ի թարը արդեն հասել է մեր մոտ։ Նախկինում քանի ռեստորան կար, որ website կամ app ուներ, հիմա եթե նայենք Հայաստանում ինչքան է զարգանում արագ, կամ օրինակ հավատարմության ծրագիր, ով հավատարմության ծրագիր ուներ։ Բայց շատերը միգուցե նաև չեն հավատում այդ ծրագրերին, ես շատ մարդիկ գիտեմ, որ չեն անում եւ մտածում են, որ դա անիմաստ ծախս է կամ անիմաստ նույն այդ CRM համակարգը, որ հյուրերի շատ մարդիկ ասում, ես իմ հյուրերին գիտեմ, ասենք փոքր ռեստորանների մասին, ընտանեկան ռեստորանների մասին է խոսքը, ոնց ես տեսնում, էլի։ Իրականում այսօրվա թարը ես տենց չեմ նայում ավելի քան ինչքան որ դատայի թարը։ Այսօր աշխարհը դվյալների վրա է հիմնված ու դվյալ չունեցող մարդը ինքը խնդիր ունի իր բիզնեսը առաջ տանելու։ Իսկ դվյալ ունենալու համար դու պետք է հաջախորդի հետ կապ ունենաս։ Ճանաչելը կճանաչես, մեկը բոլորն էլ կճանաչեն քեզ, բայց եթե դու չես տեսնում այդ հաջախորդը ինչ է առնում, ինչ ճաշատեսական ընդդում, վերլուծություն չունես, դվյալ չունես, հետոյի հաշվին ուրիշները գալու են անցնեն, դու մնալու ես հետ, քանի որ դու չես տիրապետում այդ քո հաջախորդին։ Բայց չէ որ վերլուծությունը անողը մեկը մարդն է։ Այստեղ ես կարծում եմ, որ կան շատ դեպքեր, որ իմ մոտ էլ է շատ եղել, որ ասենք ինչ-որ ծրագիր ենք ներդրել, եւ դա մնացել է որպես ծրագիր, այսինքն այն ամեն ինչը ինչ-որ տալիս է հնարավորություն այդ ծրագիրը, մաքսիմալ չի օգտագործվում, ոնց կարելի է այդ ամեն ինչը անել, որ այդ ծրագրերը ավելի արդիական դառնան։ Իրականում մարդոց վերապատրաստելն է այստեղ շատ կարևոր, քանի որ նաեւ մեր շուկայում ամեն մարդ չի որ դեռ պատրաստ է այդ ամեն ինչը օգտագործելու, այսինքն այդ մարդկանց պակասնել կա
շուկայում, այսինքն այդ մասնակիցները, որոնք որ կարան այդ ամեն ինչով աշխատեն։ Հա, վերլուծությունը անել, օքեյ, ծրագրային ամեն ինչը քեզ տալիս է ինքը, այս դու պիտի իմանաս ինչ անես դրանով։ Այո, ինֆորմացիան պետք է մշակես։ Ճիշտ, այնտեղ մենք մասնակիցի խնդիր ունենք նաև, այսինքն մեր շուկայում համ մարքետոլոգների պակաս կա, այսինքն այդ մանավանդ ուղղվածությամբ, որը դվյալների վրա հիմնված մարքեթինգ անում, ոչ թե SMM անում։ Այդ իրականում հա, այդ ես միշտ ասում եմ, որ շուկայում համաշխարհային ցանցերի ներկայությունը փոխելու է այդ իրավիճակը, քանի որ այսօր օրինակ եմ ասում, McDonald's-ի պես կազմակերպություն չի կարա առանց դվյալ աշխատի, ինքը ամեն ինչ անելու է, որ դվյալ հավաքի, ու այդտեղ մասնակիցների բագասը այն բանը ստեղծելու է, որ թերսից ինչ որ մասնակից կա ու սովորեցնի այդ մարդկանց, կամ այդ մասնակիցները վերապատրաստվեն իրենցով, քանի որ դվյալ ունենալը շատ կարևոր է, բայց դա օգտագործելը ճիշտ ձևով շատ ավելի դժվար է եւ կարևոր է։ Դրա համար, բայց իմ կարծիքով այդ CRM համակարգերը ստեղծվել են, որ դու աջակցորդին հետ կապ պահես։ Եթե չես կարողանում դա օգտագործես, արդեն իմաստ չունի այդ ամեն ինչը ներդնելը։ Փող ես ծախսելու առանց ոչ մի արդյունքի։ Իսկ օրինակ դու ո՞նց ես տեսնում, ես միշտ մտածում եմ, էլի, ասում եմ ապագայի ռեստորանը ինչ է, էլի, ինքը օրինակ, չգիտեմ, 50 տարի հետո, 100 տարի հետո ինչ է լինելու։ Ես իրականում մեկ-մեկ մտածում եմ, որ կարող է լինի մի հատ հաբ, որի մեջ լինի մարդուն անհրաժեշտ վիտամինները կամ, չգիտեմ, իրան անհրաժեշտ միներալները, ուղղակի մարդիկ, որ այդ ամեն ինչը ստանան, այդ հաբը օգտագործեն եւ ռեստորանի էլ կարիքը չլինի։ Իրականում ռեստորանը այսօր էմոցիոնալ տեղ է, որտեղ որ դու ոչ թե սնունդն է մենակ կարևորը, առաջնայինը սնունդ ստանալն է, այսինքն այդ կարիքը բավարարելն է, այլ նաեւ էմոցիոնալ հավաքի տեղ։ Հա, բայց օրինակ տեսնելով թե տենդենսը աշխարհի ուր է գնում, ես անդադ մտածում եմ, թե ինչա լինելու, դու օրինակ ո՞նց ես մտածում։ Իմ կարծիքով Հայաստանը թեր ինչ որ չափով հերույ է, բայց կան երկրներ այսօր, որ պատրաստի սնունդ առնողների քանակը արդեն առողջ պատրաստի սնունդ առնողների քանակը արդեն աննորմալ ձևով աճում է։ Առողջ սնունդ, որը որ պատրաստ է։ Առնում ես, տակացնում ես, ուտում ես, որը որ իրականում ստեղծում է այդ արագություն ու ճիշտ ուտելիք։ Մարդոց կյանքի արագությունը, որ այնքան բարձանում է, մարդիկ սկսում են արդեն ժամանակ չունենալ ոչ ճաշ սարքելու, ոչ ռեստորան գնալու, ոչ բան, ասում են մեր երկիրը թեր հերույ է այդ ամեն ինչի, այդ վտանգից, բայց dark kitchen-ները դրա հաշվին են զարգանում։ Բայց գալու է, չէ, այդ ժամանակ, որտեղ եթե ես հիշում եմ 10 տարի առաջ նախաճաշ ոչ մեկ չէր անում Երևանում, բայց այսօր դրա անհրաժեշտությունը կա, ոչ թե դա ինչ որ կյանքի ռիթմը, ուղղակի դրա անհրաժեշտությունը կա, որտեղ առավոտ մարդը 8-ին դուրս է գալի, ինչ որ հանդիպում նախաճաշում, հետո գործի է գնում։ Ես հիշում եմ 5 տարի առաջ, երբ որ Հայաստան եկա, առավոտ 8-ին կաֆե մի հատ կար կարծեմ կամ 2 հատ որ բաց էր լինում։ Հիմա արդեն կարաս մի 10-15 հատ Երևանում կաֆե գտնես, որ առավոտ 8-ին բացում են։ Շարդենը որ բացել է, այն ժամանակ նախաճաշերը ժամը 8-ից բացում էր, սա ասում եմ, դե իրականում մարդ չէր գալի, ու բոլորը ասում են, որ հնարավոր չի, հայերը սովոր չեն նախաճաշ անել դուրսը, իրանք տունն են նախաճաշում։ Դե ես էլ պատասխանասեն էր, որտեվ ես զգում եմ, որտեվ տենդենսը դրան է գնում։ Կյանքը արագանում է եւ պետքա մարդը ժամանակի մեջ տեղավորվի։ Այ հիմա քո ասած նույն dark kitchen-ները, հա, զարգանում են։ Հիմա զարգանում են։ Այն իմաստով, որ մարդուն արդեն էական չի ինքը, որ էմոցիոնալ կապը էլ պետք չի։ Ինքը ասում է ինձ արագ ուտելիք բերեք, ես էլ ուտեմ, դրա հաշվին էլ ագրեգատորներն են զարգանում, չէ՞։ Այսինքն նախկինում քո անձնական դելիվերիներ պետք է ունենայիր, որ դա հասցնեիր, հիմա արդեն մարդիկ ագրեգատորներն են օգտագործում, որ արագ ուտելիքը հասնի իրանց, ու իրենք շատ օպշններ ունեն իրենց առջև տեսնեն, արդեն այդ լոյալությունը գործնում է ռեստորանը։ Ես միշտ այդ եմ բացատրում, քանի ագրեգատորների բիզնեսին շատ լավ ծանոթ եմ, ես միշտ ասում եմ ռեստորանը, եթե դու քո տվյալին չես տիրապետում, ագրեգատորը քեզնից լավ է տիրապետում արդեն քո տվյալին, ու ինքը քեզ հետ չի կիսվելու, քանի ինքը այդ փողն է ծախսում, բայց կյանքը արագանում է, մարդիկ գնում են արագության, ու մարդիկ գնում են արագ ուտելիք ուտելու, բայց ոչ fast food։ Այսինքն սնունդը առողջ, բայց արագ, հարմարավետ, որևէ միտեղ կանգնի ինքը ուտի իր աջաշը։ Շատ անգամներ ես ավտոյից մեջ եմ ճաշ ուտում, մի դեղից մյուսը գնալու ժամանակ, քանի չեմ հասցնում օրվա ընթացքում հաց ուտեմ, մի դեղից մյուսը, այսինքն այդ հարմարավետությունը ուտելու, նաև այդ packaging-ները, չէ, անցյալ անգամ ես ու նայում էի, ինչքան պետք է հեշտանա, որ ավտոյի մեջ դու կարողանաս հաց ուտես։ Այդ արդեն գնում է աշխարհը այդտեղ, ու իրականում
ռեստորանների աբական ես չեմ կարող ասեմ ինչ ա լինելու, բայց ամեն դեպքում արագությունը թերախաղում շատ մեծ ամբողջ ռեստորանային ոլորտի բիզնեսի մեջ։ Նույն Ճապոնիայում օրինակ մարդիկ դուներում, քանի որ թանկ է Ճապոնիան, քուխնյա չունեն, խոհանոց չունեն, թանկ է, ապրում են միայն ապրելու այդ տունի մեջ, ոչ թե ճաշ սարքելու։ Դրա համար էլ ագրեգատորների այդ շուկայի մեջ աճը 90%-ից ավել, այսինքն մեր շուկան օրինակ 10% է, ամենալավ շուկաները 50-60% են, այնտեղ 90% է, քանի մարդիկ չեն հասցնում ճաշ սարքեն, արագ կյանք պետք է վազեն, դրա համար բատվիրում են, ասում են ավելի հեշտ է բատվիրեն, քան թե, բայց օպշններն են շատանում նաև։ Այսինքն այսօր դինամիկան դեպի աճ է գնում, արագություն է գնում dark kitchen-ների եւ այդ ագրեգատները, որը որ delivery են անում մարդկանց։ Ճիշտ, արագ ուտելիք, ագրեգատորը dark kitchen-ով է եղել, այլևս ռեստորանով է եղել, նույն սուպերմարկետում դու այդ ուտելիքը արել ես, տուն դարել, տակացրել ու գերել ես, այդ արդեն էական չի, բայց կյանքը գնում է արագության ու այսինքն ուտելիք ոչ թե կիսաֆաբրիկատ, այլ արդեն պատրաստի։ Նույն մեր շատ տեսել Ռուսաստանի շուկան, որ հիմա գնանք, ես կարծում եմ, որ Մոսկվայում էդի տարածված է արդեն, այսինքն ռուսները արդեն հասել են այդ կետին, որ պատրաստի ուտելիքը առնեն սուպերմարկետից գնան տակացնեն ուտեն, այսինքն արդեն այնտեղ հասել են։ Դե մեր մշակույթի մեջ որ ավելի շատ կարևոր մայրը պետք է պատրաստի կամ կինը պետք է պատրաստի, որտեվ ես իմ կնոջ պատրաստածն եմ ուզում, մոր պատրաստածն եմ ուզում ուտեմ, բայց այո, այսօր փոխվել է կյանքը նենց, որ այլ տես բաների վրա հա ուշադրություն չեն դարձնում։ Իսպանացիքին գլովոյի ժամանակ այնքան էին բացատրում, որ այս ասկը դունը տոլմա է ուտում։ Դու հիմա արի ստիպի իրեն, որ դելիվերի անի, քանի որ ինքը չի փոխվում արագ։ 4 տարի տևեց մինչև հայ ժողովուրդը արագ դելիվերին, այսինքն դրանից առաջ մենյուերն էր արդեն էդի սկսել զարգացնել, COVID-ը եկավ մի քիչ ավելի զարգացավ, հետո արդեն որ Glovo Yandex-ը սկսեցին փող ծախսել այդ դրա վրա, սկսեց ավելի արագ զարգանալ, բայց նորեն մնում է թեր մեծամասնությունը տունեն ճաշ տանելու այդ քալճը, բայց դա ժամանակի ընթացքում փոխվելու է, 100% փոխվելու է։ Դե կիսաֆաբրիկատների տարբերությունը այն էր, որ իմ կարծիքով էլի, որ կիսաֆաբրիկատը ինչ որ մի գործողություն որ անում էր, ոնց որ այդ պատրաստած ուտելիքը դառնում էր քոնը։ Հիմա էտելա դուս։ Էտելա անցնում արդեն։ Շուտ էտելա անցնելու։ Ամերիկայում հաստատ հիմա կիսա օքեյ առնում են, բայց հաստատ այդ պատրաստի սնունդը, որ առողջ պատրաստված է, մարդիկ նախընտրում են էդի առնեն ուտել մի անգամից ժամանակ չկորցնեն այլևս։ Քանի բոլորն էլ վազում են ամբողջ օրը։ Այ օրինակ ես գիտեմ, որ աշխարհում շատ հայտնի է լիբանանական սերվիսը, դու էլ Լիբանանից ես, եւ չինական սերվիսը, իրանց եւ մակարդակով եւ որակով հայկական օրինակ սերվիսը ինչ պետք է արվի, որ մի օր նաև ասեն հայկական սերվիսն էլ է, օրինակ բերեն հայկական սերվիսի մոտեցումները որն է տարբերությունը։ Լիբանանյան իրականում Լիբանանի եւ Չինաստանի մեջտեղ գտնելը ամենալավ բանն է, որ մարդը կարա անի իր երկրում։ Լիբանանցիները մի քիչ չափազանցնում են իրանց հոսպիտալիտիով, իրենց ընդունելությամբ, իրենք մի քիչ բան են անում ավելորդ ինչ որ բան են ներկայացնում, հա, բայց քեզ համար շատ հետաքրքիր հարմարավետ վիճակ են ստեղծում, որ Լիբանանում ռեստորան գնաս, մի անգամից ջուրը բերում ես սեղանիդ վրա ալտնում, առանց հարցնելու դու ջուր ուզում ես կամ ոչ։ Բայց անվճար։ Ռեստորան ինքը բերում ջուր ա դնում սեղանիդ վրա։ Էդի գալիս է այնտեղից, որ ինքը հյուրասեր է, ինքը ուզում է ցույց տա, որ ինքը welcome, քեզի ընդունում է շատ ուրախությամբ։ Չինացի մոտ Իտալիայում օրինակ բանը, չէ, հաց գարակ կարծեմ ինչ որ բան են բերում։ Այդ հյուրասի Լիբանանում կարծեմ բան են բերում նաև աղի ինչ որ բաներ։ Հիմա այդ հյուրասիրությունը արդեն մի քիչ չափազանցությունի սկիզբն է։ Չինաստանում էլ արագության չափազանցությունը կա, տեխնոլոգիաները օգտագործելու չափազանցություն։ Դրանց մեջտեղը եթե մենք գտանք, որ իրականում մեր երկրի բանը hospitality level ռեստորանային ոլորտը շատ զարգացած է, քան մեր տարածաշրջանի երկիրները իրականում։ Մենք հյուրասեր ասում ենք ամենը արտացոլվում է սերվիսի մեջ։ Ես հիմա երկիրների անուններ չտամ, բայց որ երկիր էի գնում, ինձ ասում էին դու Հայաստանի մասին վատ մի խոսա, քանի որ այդտեղ որ գնաս լման ուրիշ բան ես տեսնելու։ Իրականում ճիշտ է, Հայաստանում շատ ավելի հյուրասեր են, շատ ավելի էմոցիոնալ կապ են ստեղծում հաճախորդի հետ, քան բան, բայց
երբեմն չափազանցնում են նաև մեր մոտ, այսինքն լիբանանցիներն էլ են չափազանցում, դրա համար դրա ոսկե միջինը գտնելը շատ գիպեր ուշադրությունն էլ ես ժողովուրդը գարակը չընդունի նախ էդի Հայաստանը։ Ես անցյալ օրը մեկը ինձ հարցում էր ոնց անեն։ Զբոսաշրջիկներն էլ կարան չընդունեն։ Եգիպտոսում էր եղել այդ ռեստորանի դերը, որին ծանոթ է, ասում է ոնց անենք Եգիպտոսի սերվիսը այստեղ բերենք, ասեցիք հավանաբար գրիվ անենք ու այստեղ, քանի որ եգիպտացիներն այնքան են չափազանցում արդեն լիբանանցիներից վատ են դրանք, բան են անում արդեն, կարծես թե դունը տեսեք էլ, ասես այստեղ կարա մարդիկ չընդունեն այդ ամեն ինչը, քանի որ մշակութային տարբերություն է դա։ Եգիպտոսում ընդունվում է, իբր տուրիստ դու կարաս ընդունես դա, բայց երբ որ դու եկել ես քո երկրում մեկը տենց է վարվում, քո կարողա չընդունես։ Այսինքն այդ չափազանցությունները շատ վատ են, բայց մեջտեղ գտնելը որ մատուցողը օգտակար լինի այդ մարդուն, որ իր մոտ է եկել հյուրընկալ լինի, դա արդեն կարևոր է։ Այդ էլ ժամանակի ընթացքում վերաբադրաստում, տրեյնինգ, ինչը մարդը փոխվի։ Ճիշտ է, ամեն դեպքում ոսկե միջինն է, որ պետք է ոսկե միջին, ինչպես ասեցի, եւ չինականի կամ լիբանանականի մեջտեղ, որ ոչ կիպեր ուշադրություն լինի, բայց հյուրին նաեւ ուշադրություն լինի, որպես հյուրի, որպես ես միշտ ասում եմ, նենց ընդունեք, ոնց որ ձեր տունը կընդունեք։ Իսկ օրինակ այսենց հարց էլ է, որ ինձ շատ հետաքրքիր է իրականում քո կարծիքը, ինչ օրինակ ինչն է օգնում կամ խանգարում հայկական խոհանոցի զարգացումը աշխարհին եւ ինչ գործիքներ է պետք օգտագործել, որ այն ավելի զարգացնեն։ Դեսեք մեր սենց ասած թշնամիները չէ, տենց ենք ասում, մեր ուդելիքները եւ ծեր ուդելիքների այդ խնդիրը կա, չէ, տոլմանումն է, բանումն է։ Մենք ունենք մշտական այդ բանը կա։ Մենք աշխարհին պետք է նախ աշխարհը ասեմ, որ ես շատ օտար մարդկանց հյուրընկալել եմ Հայաստանում, թե իսպանացիքից, թե վրացիքից, թե այն ժամանակ որ մանավանդ գլովոյում եմ աշխատել, այն մարդը, որ ես ռեստորան եմ դարել հայկական, այն մարդը այնքան ուրախ է դուրս եկել այդ հայկական ռեստորանից, օտարը, քանի որ ինքը նախ ուրախանում է ուտելիքի տեսականից, ինքը ուրախանում է խորովածի տեսակից, որակից, մանավանդ խորովածի այն տարբերակները, որ մենք ներկայացնում ենք Հայաստանում, իրականում ոչ մի երկրում այդքան խորովածի տեսականի չեն տալիս, բացի միջին արևելքից, Լիբանան, Սուրիա այդ երկրներն են, որ մի քիչ ավել, բայց ամեն դեպքում այդ մարդիկ զմայլում են, որ այսքան համով ուտելիք կա։ Իմ կարծիքով մեր գործը էդի հասցնելն է տեղ։ Այսինքն մենք լավ խոհանոց ունենք, ամեն ինչ ունենք, բայց մենք չենք հասցնում մարդկանց։ Ես չեմ տեսել Հայաստանում ֆուդ ֆեստիվալ լինի, որը որ իրականում միջազգային մասշտաբ կրի։ Որ մարդիկ կան Հայաստանում ֆուդ ֆեստիվալի, գաստրո ֆեստիվալ, այդ տեսակ բան ես Հայաստանում միջազգային ֆորմատով չեմ տեսել։ Հակառակորդ կարծում եմ կանեն։ Հաստատ պետք է անենք, այսինքն մեր դեղ հասցնելն է խնդիրը, որքան որ իրական ունենալը, մենք ունենք լավ ուտելիք, բարձրապես պետք է տեղ հասցնենք։ Հետո մեր ազգային ուտելիքները բոլորը չենք ներկայացնում մենք։ Ես շատ անգամներ ընտանիքների մոտ եմ գնում, իրանց մոտ ուտելիք եմ ուտում, քանի ես էլ սպյուրքայ եմ, ծանոթ չի, ինձ ասում ինչ է այս։ Օրինակ բանր խաշը ես չգիտեի ինչա, քանի ռեստորաններում ամենտեղ չես գտնում Երևանում։ Բանր խաշ դունի մեջ էր, բացատրեցին ինչա բան, ասեցի, ինչ լավ է։ Իրականում ասեցին, էսի բանի ժամանակ էր, էլի, այդ վատ օրերու ժամանակ բանր խաշը մեր համար բան լավ ագեցնող ուտելիք է, իրականում համով էր, բայց դա օրինակ պետք է արդեն մտնի։ Դոլմա բանը արդեն ամեն մարդ գիտի, պետք է նորություններ մտցնենք, մենք ունենք տենց ուտելիքներ, որ մարզերում կան, որ Երևանում չեն անում դրանք։ Հա, բայց կարծում եմ կարելի է ավելի արդիական սարքել այսօր ժամը, որտեղ ասենք ծանր ուտելիք, այսօր աշխարհում այնց չի որ ծանր ուտելիք ուզում են մարդիկ ուտեն, ուզում են ավելի թեթև ուտեն, բայց ավելի համեղ։ Հա, վերափոխելը ես միշտ համաձայն եմ, որ քո ուտելիքը պետք է վերափոխես, բայց ներկայացնես նաև այդ քո պատմությունը այդ դրա մեջ։ Մենք դժվարանում ենք ճիշտ ձևով ներկայացնենք մեր ուտելիքները եւ մեր բանը հյուրընկալությունը, բայց մեկը որ գալիս է Հայաստան 100% հաստատում է, որ դա կա, բայց մենք չենք կարողանում դա հասցնենք տեղ, հա, տեղ հասցնենք։ Այդ դու ոնց ես տեսնում Հայաստանը արդյոք ունի այն պոտենցիալը, որպեսզի լինեն նախագծեր, որը ունենա ֆրանշիզա, այսինքն մենք ֆրանշիզա վաճառենք դուրսը, հա, ինչ որ երկրներում, ինչ որ պրոյեկտներ, ինչ որ ռեստորանային կոնցեպտներ վաճառենք, ունենք այդ պոտենցիալը եւ ինչա պետք ֆրանշիզայի համար, իր էությունը ինչումն է։ Իրականում ես միշտ լիբանանցիքի օրինակ եմ տալիս, լիբանանցիք իրենք շատ արագ կարողացան ֆրանշիզաները իրանց ռեստորանները դանեն Դուբայ։ Ինչի, քանի որ իրենք հասկանում են, որ Լիբանանը ստաբիլ շուկա չի, մի օր սենցա, մի օր նենցա, մի օր սենցա, մի օր ու սկսեցին իրենք նայել դուրս։ Այն ինվեստորներ շատ կային, որ ուզում էին այդ լավ ուտելիքը բերեին, լավ որակը բերեին, լավ սերվիսը բերեին, միանգամից սկսեցին ֆրանշիզա վաճառել, բայց լիբանանցին ինչ արեց։
Դուբայ որ գնաց, Դուբայի իր ուտելիքը դեղական նաև ադապտացրեց իր ֆրանշիզայի մեջ։ Ինչի, քանի որ ինքը հասկանում է ամեն երկրում իր երևի սպეციფიკան կա։ Ֆրանշիզան պետք չի copy paste անել։ Ֆրանշիզան պետք է լինի ադապտացվող այդ երկրի կամ այդ քաղաքի մշակույթին, որտեղ եթե կարողանում ես էդել մտցնես քո ունեցած լավ կետնել բերես, արդեն ինքը իդեալական կարա ստացվի։ Օրինակ McDonald's-ն է ունի, ասենք տարբեր երկրներում այդ երկրի ինչ որ բնորոշ, ինչ որ product ունի։ Օրինակ ես միշտ KFC Լեոնիդին հետ խոսում եմ, ասում եմ ինչի շաուրմա չեք անում KFC-ում։ Իրականում իմ կարծիքով, եթե KFC-ն է դանի Վրաստանում, Հայաստանում, ինքը կարա լուրջ բայց հիմա բեք չի աներ էդի ավելի առաջ թիրքավորվեր իբր նաև լոկալ ընդունված բրենդ բայց քանի որ գարձեմ մրցակցություն չկա Հայաստանում այդ ֆրանչայզների մեծ այդ ավելի բանա թողել որ KFC մնա իրական KFC թիրքով բայց եթե տեսնես ինչքան կարաս դու ադապտացվես երկրի օրինակ եթե կոմոդ օրինակ եմ ասում դու ցուգ ես վաճառում էդի քո երկրում ուժեղ բանա գնացիր Հունաստանում բացեցիր ռեստորան նորեն ցուգ դրեցիր մարդու չես զարմացում դրանով դու պետք է ուրիշ բան դնես այդտեղ նույն կոնցեպտով, նույն մենյուով, նույն բանով, բայց մեջը մի քիչ ադապտացնես իրանց ուտելիքին, քանի իրեն ցուգը չի զարմացնում։ Ինքը ցուգը ուտում է արդեն ամեն օր։ Նեն չի որ դու եկել ես, հա, թարմ ցուգը ուտում է, դու այստեղից գնացել ես այնտեղ, որ ցուգ վաճառես, ին կարող է ասի ինչ է։ Հա, բայց այդ ուտեստների մասը, բայց օրինակ ֆրանշիզա նաև ուրիշ կոմպոնենտներ է, չէ՞, իր մեջ ներառում։ Ես բրենդի առումով, սերվիսի առումով իրականում հայկական խոհանոցը ինքը յունիկ, չէ՞, առանձնահատուկ տեղ ունի իր տեսակով։ Էդի տանել, ադապտացնել ու ֆրանչայզ հայկական անունով բրենդ վաճառելը շատ կարևոր է նաև Հայաստանը ծանոթացնելու այդ աշխարհին։ Ես հավատում եմ, որ Հայաստանը կարա է տանի, բայց պետք է մի քանի հատ գիժ լինեն, որ իրականում ինվեստիցիաներ գտնեն դրսում ու տանեն այստեղից բրենդներ այնտեղ, քանի որ մանավանդ հայկական խոհանոցը օրինակ ինչու Ռուսաստան որ գնում ես ես չեմ եղել բայց ինձ պատմում են որ հայկականը շատ սիրված խոհանոց է վրացականը շատ սիրված խոհանոց է ռուսները սիրում են հա բայց վրացական խոհանոցը ահագին զարգացած է հայկական խոհանոցը քիչ Էդ ասածս որ վերափոխում է պետք մի քիչ ու ադապտացվել է պետք ու այդ խոհանոցը կարա լուրջ զարգանա ֆրանշիզայի մոդելով Ամերիկայում անում են, չէ, Հայաստանից տանում են ինչ-որ բաներ, կամ այնտեղ սարքում են ինչ-որ բան, բայց ոչ ֆրանշիզա։ Բայց օրինակ ոնց ես մտածում, ինչի է օրինակ վրացական խոհանոցը ավելի զարգացած, քան հայկական։ Մի քիչ իրենք ավելի լավ են վաճառում ամեն ինչ։ Բա արդյոք վաճառքի մեջ է, թե կարող է պրոդուկտի մեջ է։ Պրոդուկտի հիմա դու եթե ես Լիբանանում եի ապրում, խինգալին չի գիտեր ինչ է ընդհանրապես։ Հայաստան որ եկել եմ խինգալի եմ գերել, կարծել եմ հայկական է։ Չեմ էլ հարցրել դրա մասին։ Մի օր որ գինեսել Վրաստանի հայա ասում եմ խինգալին հայկական է գժվեց ասեց ինչ խինգալին հայկական է ասես դա մեր ուտելիքն է ես որ իմ ընկերներն են վրացի մեկ ասում են որ Հայաստանում խինգալն ավելի համով է նեղանում են ասում են բայց մի քանի անգամ ապացուցել եմ էլի ոնց որ աջիգան ոնց որ ասես աջիգան մերն է այդ պատմությունը բայց իրենք կարողանում են դա վերափոխեն այնքան հետաքրքիր ներկայացնեն դրսի ժողովրդին որ ավելի մարդը ուզում է դա փորձի հիմա մարդը որ գալիս է այստեղ ինքը տոլման գիտի ինչ է լսել է կարող է ռիսերչ արել լսել է որ տոլմա կա Հայաստանում կամ ինչ որ միտեղ տեսել է բայց կարող է ասենք վրացական խոհանոցը ավելի հասանելի է այսինքն ավելի մատչելի է որտեղ այնտեղ խմոր է բանջարեղենա շատ, հա, պանիր է, ոնց որ այդ դրա վրա է կառուցած, օրինակ հայկական խոհանոցը ավելի կառուցած է խորովածի միսի վրա, իսկ միսը ինքը տենց չի որ էժան է, էլի։ Իրականում ես չեմ կարա ասեմ իբր ոչ ռեստորատոր մարդ չեմ կարա ասեմ որ ինքը հասանելի է։ Ես քեզանից ինֆորմացիա եմ հավաքում։ Ես չեմ հավատում։ Խնդիրները հասկանամ ոնց եմ։ Ես չեմ հավատում որ ինքը իրականում այդ մսի խնդիրն է, քանի որ մեր համար կարող է միսը այստեղ մի քիչ ավելի թանկ լինի, քան դրսում։ Օրինակ ինչքան Ռումինիայում ես գնացել էի, իրանց ամենաբան ուտելիքը խոզի միսն է։ Իրանք շատ խոզի միս են ուտում։ Մեր նման այսօր խորոված է իրենց մոտ ամենաշատ ուտվում, ու իրանց մոտ միսը էժան էր։ Համեմատած օրինակ մեր մոտ։ Եթե չեմ սխալվում, ճիշտ բան չեմ, հիմա 100% չեմ ասում, բայց ամեն դեպքում ինքը էժան էր։ Բայց եթե հաշվենք, որ մեր խոհանոցի մեջ միսն է կարևոր, օրինակ արաբական երկրներում չենք կարող մենք այդ միսը վաճառենք։ Խոզը նախ հալալ չի, բան չի, խոզի միս չեն ուտում։ Այսինքն այդ երկրներում դու պետք է արդեն մոդիֆիկացնես քո ուտելիքը։ Տավարի միս մտցնես, ուրիշ տեսակ ուտելիքներ սարքես, որը որ հայկական բան պատմություն է ներկայացնում։ Երևի բալանսի բերել։ Բայց կարող է եւ քո ասած ճիշտ է, որ վրացական ուտելիքը ավելի հասանելի է, քանի որ իր կոմպոնենտները ավելի էժան են։
Էժան ուտելիքի բանը խմորա, բանիրա եւ կշտացնում են։ Բայց իրենք օրինակ շատ լավ էդի կարողանում են հասցնեն աշխարհին։ Աշխարհը ամբողջ խաչապուրին որ ասում ես, միանգամից ասում են, Վրաստանի խաչապուրին Սուլուկունի բանիրը, էսի են, իրենք գիտեն արդեն ճիշտ ցեով ներկայացել, այդ էլ գալիս է տուրիստների քանակից, որ նաև գնում են Վրաստան։ Այսինքն այդ տուրիստը որ շատ է գնում այդ երկիր, հաստատ դրա մասին խոսում է, այնտեղ travel agency-ները դրա մասին ներկայացնում են, մենք տուրիստ բերելու խնդիր ունենք, տուրիստը որ կա հաստատ խոսա, մեր մոտ եկած տուրիստները 100% ուրախ են դուրս գալիս Հայաստանից, եւ ընդհանրապես խովում են Հայաստանի hospitality-ին, ընդունելությունը, հյուրասիրությունը, դա կարևոր որ ճիշտ ցեով ներկայացնենք, մարդիկ կան, այդ եկողն էլ հետը տանի այդ ամեն ինչը, ֆրանշիզան ով է տանելու։ Այո։ Իսկ խոսեցինք տարբեր ծրագրերից, տարբեր digital հարտակներից, տարբեր ինչ-որ գործիքակազմից, որը որ այսօր եւ զարգանում է աշխարհում, հա, վաճառքները օրինակ խթանելու համար, նույն CRM-ի մասին խոսացինք, որը որ հենց կոնկրետ դատաբազա է յուրերի մասով։ Ինչքան է արդյունավետությունը ռեստորանի վաճառքների վրա ազդեցությունը նմանատիպ գործիքների։ Շատ մեծ։ Իրականում տոկոսային ասենք։ Ես կարամ ասեմ ռեստորանը որ նոր ապացվում ինքը աճում է, հետո ինչ որ միտեղ կարող է։ Արի սենց բաժանում անենք, էլի, օրինակ կա Facebook, Instagram, չգիտեմ, սարաֆանն ռադիո, այտենց որ մեկը մյուսին ասում է, ինչ որ գովազդ եւ այլն, հա, ու կա մեխանիզմներ, որը որ կարող է վաճառք բերի, այսինքն, չգիտեմ, Google-ում առաջի տեղ բերի, չգիտեմ, ասենք տարբեր հարթակներում ինչ որ ինքը տարբեր կոմենտների, չէ, այս կոմենտների հաշվին ինքը բարձրանում է, բայց դա արհեստական կարելի է նաեւ բարձրացնել։ Ինչքան է օրինակ այս սրա արդյունավետությունը այս գովազդների եւ այն գործիքակազմի, որը որ այսօր աշխարհում գնալով զարգանում է եւ ամեն ինչ անում են, որ այդ ես արդյունավետությունը սենց եմ նայում, ինչքան փող ես ծախսում այդ ամեն ինչին հասնելու արդյունքի ու այդ դրա արդյունքում դու ինչքան կարողանում ես անել առանց այդքան փող ծախսելու, ասեմ ինչի, նոր հաճախորդ բերելը միշտ ավելի բարդ է, ավելի թանկ է, քան եղած հաճախորդը վերադարձնելը, չէ՞։ Եթե դու այդ բազային դիրապետում ես, այդ հաճախորդին եթե մի անգամ էլ բերեցիր քո մոտ ամիսը, մի անգամ էր գալիս, երկու անգամ եկավ, ինչ է լինում, վաճառքդ քանի տոկոսով է աճում։ 100։ Այդ եմ ասում, իմ ասածս այնտեղ է, որ այդ բազան օգտագործելը ճիշտ ծևով հավաքելը եւ այդ հաճախորդին նվեր դաս, այդ հաստատ ավելի էժան է նստում քո վրա, քան քո վաստանես։ 100% այսօր Մետան, Facebook, Instagram-ը իրենք աբուշ չեն, իրենք արդեն նենց գործիքներ են սարքում, որ դու փող ծախսես։ Ու ինքը ինքան փող ծախսես, որ քեզի արդյունք տա։ Այսինքն մրցակցությունը արդեն իրենք ստեղծում են քո համար ու կարողանում են այդ փողը քաշեն։ Դու այդ փողը, եթե խոսում ենք Facebook, Instagram-ի մասին, ուրիշ հազարատ տարբերակներ կան, բայց ամեն դեպքում եղած հաճախորդի բազայի վրա աշխատելը, ես այդ փորձ ունեցել եմ ռեստորանի հետ, ցանցի հետ, ու իրականում էդի միշտ ասում եմ 60% աճ ենք ունեցել մենք 600,000 դրամով։ Այսինքն 600,000 դրամով 9 միլիոն փող ենք աշխատել։ Ինչ է կարը։ Իրանց ունեցած բազայի վրա աշխատել ենք, որ հետ բերենք այդ մարդոց, զեղչով, բանով, ես ինչ իմանամ ինչով։ Այդ զեղչ բերելը իրականում զեղչով բերելը շատ ավելի էժան է նստում քո վրա, քան նոր հաճախորդ բերելը։ Այդ է իմ ասածս, որ եթե օգտագործես, եթե ճիշտ է, ինք շատ ավելի էֆեկտիվ է դառնում ու շատ ավելի ծախսը քիչ է դառնում այդտեղ։ Բայց պիտի ունենաս էդի 0-ից պիտի հավաքես այդ ամեն ինչը։ Դա բազա։ Շնորհակալություն Բյուզան ջան, հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ Հայաստանը ամենավերջինը կլինի, երբ որ էմոցիոնալ կապ չի լինի հյուրի եւ ռեստորանի, հուսամ տենց կլինի եւ մենք չենք տեսնեն ամեն ինչը, որովհետեւ կյանքը գնում է նրան, որ մարդիկ սկսում են ավելի քիչ շփվել եւ այդ էմոցիոնալ շփումից եւ վերաբերմունքից զուրկ մնան, հեռու մնան։ Կարծում եմ Հայաստանը դա ամենավերջինը կլինի այս աշխարհում եւ մենք դա չենք տեսնել։ Շնորհակալություն լավ զրույցի համար։ Քեզ էլ շատ լավ է որ այս բանը մտածել ես, շարունակի, քանի որ մարդիկ պետք է իմանան նաեւ ճիշտ ինֆորմացիան լավ ռեստորատորներից, այսինքն այս ոլորտի ինֆորմացիան։ Դրա համար շատ լավ գործ ես անում, շարունակի։ Մերսի։ Շնորհակալություն, կհանդիպենք մյուս հաղորդաշարում։